լավ Սա բերեք մի քիչ ես ընդմիջում ենք ունենալու, այս ընդմիջման ժամանակ մի հատ կհաշվենք, հետ կգանք նորից, հիմա հաջորդ հարցին անդրադառնամ։ Ես ճիշտ եմ հասկանում, որ ամփոփվել է արձանագրությունը վերջնական կազմվել է, հիմք ընդունելով Ճիշտ եմ հասկանում, որ ամփոփվել են արդյունքները, հիմք ընդունելով կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում արկա ֆայլը, որը ըստ էության ոնց որ սկզբում նախնականն է եղել, հետո վերջնականը մի հատ Excel մեծ ֆայլ է, որի մեջ կա նաև այս 410-ը, որը գումարում ենք 411-ը, մնացած թվերը, ճիշտ եմ հասկանում, այդ դա այն ներքևում սամարին վերցրվել եւ իմիա բերվել։ Դա արդեն իսկ ճշտված, շտկված, ամբողջական հաշվարկված, ոնց որ սանրված, այսպես ասենք ֆայլն է, ճիշտ եմ հասկանում։ Շատ լավ։ Հիմա որ խնդրեմ, եթե ձեր մոտ բաց է այդ ֆայլը եւ եթե կարող եք բացել, եթե դժվար չի, որովհետեւ էլի հաշվարկի հետ կապված խնդիրներ պետք է մի քիչ բարձրաձայնեն, որ հասկանանք։ Ինչ կհուշեք, օրինակ 11.8 ընտրատեղամասում, քանի կողմ եւ անվավեր քվեաթերթիկ կա։ Գումարային։ Եթե Excel-ը բացա, ուղղակի ընդգծեք ներքևում ցույց կտա։ Բաց չի, անցեք ձեր հաջորդ հարցին, մինչև կգտնենք։ Դե մի քանի հարց ուղղակի այդ աղյուսակով է, խնդրեմ դա բացեք, որ դրանով Ըստ բարձր դատարան այդ աղյուսակ, բայց արձանագրություններն են, եթե այս իրավիճակն է, պետք է լինեն տեղամասային հանձնաժողովների համապատասխան արձանագրությունները։ Հիմքը եղել են արձանագրությունները։ Դրանց էլ եմ անդրադառնալու։ Հիմա աղյուսակը բացենք, ես տեսնեմ, դա է հիմք ընդունվել։ Արձանագրությունն է հիմք ընդունվել։ Բարձր դատարան, ես նոր հարց տվեցի, ստացա հարցի շատ հստակ պատասխան։ Ասեցիք, ձեր մոտի եղած էլեկտրոնային քվեարկության արձանագրությունն է հիմք ընդունվել։ Ասինք այո, որտեղ դա ստորագրված տարբերակ։ Բարձր դատարան, խնդրում եմ արձանագրությունը բացենք, նայենք, շատ դու կամ խնդրենք գործընկեր։ Ես ուզում եմ հասկանամ արձանագրությունը բացելն է պրոբլեմ, ինչն է պրոբլեմ։ Ոչ, նայեք, եթե պետք է ըստ տեղամասերի թվեր քննարկվի եւ այստեղ դրանց վերաբերյալ ինչ որ ստուգումներ, ուղումներ իրականացվի, ուրեմն պետք է մեր ձեռքի տակ լինեն բոլոր 2005 տեղամասերի քվեարկության արդյունքների արձանագրությունը։ Ու հաշվի առնելով, որ ըստ էության ոչ թե վեճ է, այլ որոշման իրավաչափության հարցն է, մենք այդ փաստաթղթերը մեզ հետ չունենք։ Եթե բարձր դատարան գտնում է, որ պետք է դա լինի, մեզ պետք է տակ ժամանակ դրանք ունենալու համար։ Բարձր դատարան հարցից բացատրեմ։ Ուրեմն նայեք, ցանկացած գործընթաց, որը ենթադրում է տվյալների մշակում, ցանկացած, դա կլինի մեր գրասենյակում բազմաթիվ հայցեր գրել, դա կլինի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրության արդյունքների իմի բերել, դա կլինի ցանկացած համակարգչային գրասում, ինչ որ միտեղ ինչ որ տվյալներ հավաքել, դա կլինի ոստիկանության քննչական ծառայության կամ դատախազության ստատիստիկա գոյություն ունի որակի վերահսկողության գործիքակազմ։ Ցանկացած գործիքակազմ, որը մենք իրականացնում ենք, հաշվում շո մետ աղյուսակ լցրեցինք, հավաքեցինք այդ տվյալները։ Այդքան էլ ճիշտ, որպեսզի մենք համոզված լինենք, որ այդ տվյալները ճիշտ են, մենք գնահատում ենք, արդյոք մեր ընթացակարգերը այնպիսին են, որը հնարավորություն է տալիս ճիշտ տվյալներ հավաքել։ Այդքան էլ ճիշտ, Տիկին Սաֆարյան։ Հիմա մեր գործընկերներին շատ բարձ հարց եմ տվել, ասել եմ ու համադրել եմ իրականում այդ թվերն են։ Կա մի հատ Excel աղյուսակ, որը Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում ազգային ժողովի ընտրություններ 26 թվական բաժնի ներքո կոչվում է ընտրությունների արդյունքները ըստ մարզերի կամ ըստ ընտրատարածքների, որը երբ որ բացում ենք, մի հատ մեծ աղյուսակ կա, որի մեջ ամբողջական տվյալներն են, եւ որի ներքևի տողը, որ այս վերևի ամբողջ թվերի գումարն է, արձանագրված է այն արձանագրության մեջ, որտեղ վերջնական թվերն են։ Այ մի հատ արձանագրություն ունենք, մեջը թվերն են։ Ընդ որում այդ 3 ընտրատեղամասերը, որտեղ անվավեր են ճանաչվել, թվերը 0 են, ամբողջական լցված է։ Հիմա ես ուզում եմ հասկանամ որակի վերահսկողության գործիքները, պարզ 3 գործողություն եմ արել, 3 հարց եմ տալու, դրանից հետո ես թվեր չեմ ստուգում, ուղղակի ուզում եմ ցույց տամ, ինչպիսի խնդիրներ կան այդ աղյուսակի մեջ ու հասկանանք ոնց են այդ դեպքերում անդրադարձել գործընկերները։ Հարցը դրա վերաբերյալ է, եթե դժվար չի, բացեք, մի հատ նայենք։ Կարամ ասեմ էլ ինչ թվեր են, բայց որպեսզի ես չասեմ դուք արձանագրեք, որ ճիշտ կլինի որ Օրբելյան, գուցե դուք հենց հարց ձևակերպեք, ոչ թե ասեք բացեք, նայեք, այլ ձեր հարցը մի անգամից ձևակերպեք, սպասենք իրենց պատասխանին։ Բարձր դատարան իմ հարցը հետևյալն էր։
11-8 ընտրատեղամասում ըստ տեսահյուսակի, չեմ ասում դա ճիշտ է կամ սխալ է, ըստ տեսահյուսակի կողմ եւ անվավեր քվեաթերթիկների գումարը ինչքան է կազմում։ 11-8։ Ու կարող 21-1, կարող եք 21-2, կարող եք 1-20, էական չի։ Այսինքն բոլորը, որը բանի մեջ է եղել, էլի, այդ քվեատուփի մեջ է եղել, անվավեր եւ կողմ։ Բոլոր կողմերը, եթե գումարեն բոլոր անվավերները, ենթադրվում է, որ քվեատուփի մեջ կողմ քվեաթերթիկները անվավերին չեն գումարում, չունենք։ Հիմա ուղղակի գումարենք, ասենք ինչքան է։ Մեր մաթեմատիկական գիտելիքներն են Չէ, Տիկնովակիմյան, բարձ հարց եմ տալիս, քվեատուփի մեջ ինչքան բյուլետեն է լինում, բոլոր կողմերը գումարած անվավերները, չէ, ուրիշ բան չի լինում դրա մեջ։ Չէ, լինում է որ քվեաթերթիկ չի լինում, դատարկ ծրար է լինում։ Հա, եթե քվեաթերթիկը մտել է քվեատուփի մեջ, մտել է։ Դրանց գումարը։ Ուրեմն, հա, եթե չի մտել, հասկացանք, եթե մտել է քվեատուփի մեջ կամ կողմ ա եղել կամ անվավեր, չէ, ուրիշ ձև չի կարող լինել։ Ձեր տալու ժամ։ 11-ի Ասեք 8, հաթաթ գումարենք։ 11-ի 8, հա։ Այո, ես ինչքան պետքա կսպասեմ իմ ժամանակի հաշվին է, բայց կարևոր գործողություն է։ Միատանենք, ես մնացածը հետո կասեմ արդեն ինչ թվեր են ստացվում։ Ուրա, անվավեր։ 269 հատ տարբերություն եմ, էլի ճիշտ տալիս ուղղակի։ Հեսա կողմերը սկսում են ստեղից։ Բա դուք 3 օր աշխատել եք, ուզում եք մենք 3 րոպե։ $1070 չէ գալիս ոնց որ։ Տասնմեկ 8-ն է ասում, հա։ Եթե ընդգծեք բոլորը միասին, ներքևի աչանկյանում տալու ասում ամեն ինչքան, առանց ոչ մի գործողություն Միշտ ապեք։ Օգնեմ։ Ես Բերեք պայմանավորվենք լավ, 3 հատ էլ հարց տամ, ընդմիջման ժամանակ եթե հնարավոր է գումարեք, ես ընդմիջումից հետո դրան անդրադառնամ։ 11-ի 8, 21-ի 1, 21-ի 2, 1-ի 20, ոչ 4 հատը հերիք է, ես հետո կասեմ մնացածը բոլում առաջանում։ Հիմա մի հատ Պարոն ներողություն, պարոն։ Հա 11-ի 8, 21-ի 1, 21-ի 2, 1-20 Ես 4 հատը ստուգենք, հետո ամբողջ ցուցակը կասեմ, եթե կցանկանան առարկեն գնանք առաջ։ Լավ։ Մի հատ որ խնդրեմ, իմի բերված աղյուսակում 20-42 ընտրատեղամասով, կասեք Բարգավաճ Հայաստանը ըստ դեր աղյուսակի ինչքան ձայն է հավաքել։ Ուղղակի հիշեցման կարգով ասեմ 20-42-ում վերահաշվարկ չի եղել։ Կեն մյուսներում։ Այն մյուսները ես որ ասում եմ, սա վերջնական աղյուսակն է, ուղղակի ուզում եմ ցույց տամ, որ սա առաջնային արձանագրությունն է, որ հարց չառաջանա, էլի կարող է վերահաշվարկ ա եղել, որ փոփոխություն ա եղել։ Այն մյուսները հենց իրենց աղյուսակի մեջ է հակասությունները, դրա համար եմ ցույց տալիս։ Եթե դժվար չի 20-42 ընտրատեղամասում Բարգավաճ Հայաստանը ինչքան ձայն է հավաքել։ Ես ուղղակի շատ արագ, որտեվ մենք հենց համարյա նոն-ստոպ ռեժիմով ենք դատականիչների, ինչ որ հասցրել եմ, այդ եմ ցույց տալիս, որ երևա ինչ աստիճանի է խախտումների քանակը։ Խնդրեմ։ Չի բացում, թե։ Լավ, ուղղակի առաջանցնելով ես մեկ ասեմ, աղյուսակում լրացված է Բարգավաճ Հայաստան 115 Արձանագրության մեջ 117 Ես տամի օրինակ ձեզ Բոլորը սա են ստորագրել եւ քաղաքացիներն է հրապարակված կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում, հրապարակված փաստաթղթերում սրանք են։ Նույնը վերաբերվում է 2534-ում, որտեղ գրված է աղյուսակում 0, այստեղ գրված է 1, բոլոր անդամները ստորագրել են։ Ուզում են հիմքան դա համարեն, չհամարեն, հրապարակված փաստաթուղթը միայն սա է, ինչի է սա հրապարակվել, որովհետեւ համարվել է, որ սրա միջոցով կարող ենք հետևել ճշտությանը։ Կխնդրեմ եմ մնացածը հաշվենք, հիմա միջև են մնացածին անդրադառնալը վերադառնանք մեր երկու ընտրատեղամասերի քվեարկությանը։ Ես ուզում եմ
պարոն Արբելյան ջան, հասկանամ, դուք ասում եք ու անցնում եք, մեզ հարց տալիս Դուք եք։ հարցը տալիս եք, դուք չեք կարողանում բացեք, Չէ, դուք ասում եք մի հատ բացեք, գումարեք, դա հարցը։ Հարգելի դատարան, ես իմ հարցը ասում եմ հաջորդ հարցը։ Ես բարձրաբան եմ, իմ տպարությունը, պարոն Արբելյան, կներեք, այն ինչ որ վերաբերում է հաշվարկին 4 կամ 5 արձանագրությունների հետ կապված դա անդիշմանը գտնենք, այդ արձանագրությունները բացենք, բանենք հետո հարցերի ժամանակ կշանակենք, որովհետև սրանով չի ավարտվում պարոն Արբելյանի այս նիստի շրջանակներում, հետո շարունակելու է։ Հիմա այլ հարց է տալիս։ Հիմա ասում ենք այլ հարց։ Բայց կներեք մեծարգուն նախագահ, նայեք, ներկայացվեց ինչ որ թուղթ ցույց տվեց, հանրությունը մեզ հետևում է, որ այս է հիմքը, կարելի է կենտրոնական ընտրական հանձնաժողովը գոնե արձագանքի, որ դա ընտրական օրենսգրքի պահանջն է, որ պետք է տեղամասի քաղվածքները 36 ժամվա ընթացքում հրապարակվեն։ Հիմքը արձանագրություններն են եւ դրանից հետո այդ արձանագրություններում կատարված վերահաշվարկի արդյունքները։ Բարձր դատարան, ըստ էության հետևյալն է, միակ հրապարակված փաստաթուղթը, որը ժողովրդին հասանելի է եւ որի տակ առկա է հանձնաժողովի նախագահի եւ քարտուղարի ստորագրությունը, որի մեջ արձանագրված են թվերը, որը ամբողջությամբ սկանավորված է եւ հրապարակված է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում, որի միջոցով հնարավոր է ստուգել կամ չստուգել, ճիշտ կամ սխալ լինել։ Դա ամսի քանիսի։ Սա հունիսի 7-ին 7-ին չի սկանավորվել 2 օր հետո հրապարակվել է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ընտրություններ 26 բաժնում, երբ որ բացում ենք այդ բաժինը, այնտեղ կա փաստաթղթեր։ Այնտեղ Հարգելիներս, մի խանգարեք։ Այնտեղ կա համապատասխանաբար այս արձանագրությունները, ամբողջությամբ սկանավորված ներողություն քաղվածքները, ուրիշ բան չկա, արձանագրությունը սկանավորված չի։ Սա է սկանավորված, որը հիմք է տալիս ստուգել, որովհետև եթե սա չի, ես չգիտեմ ուրիշ ինչն է, որովհետև հանձնաժողովի անդամները ստորագրել են, հրապարակել են եւ մնացած հաշվարկները եղել է սրանով։ Ընդ որում, ձեզ ավելին ասեմ, մենք հենց այդ խախտումները, որ առաջ են եկել, որ հակասություններ են առաջացել, հենց սրանցով ենք տեսել, որ դիմել ենք, որ պարոն Հովակիմյանն էլ ասեց մի 4 տեղա տարբերություններն է ընդամենը, բայց 4 չէ, 5-ը կա, 6-ը կա, 7-ը կա, դրանց արձանագրությունը։ Մեր համար պարզ է։ Պարզաբանի խնդրեմ։ Պարոն Օրբելյան, Տիկին Մելոյանից կարող եք հարցնել, թե ճշգրիտ ձևը ոնց է։ Քվեարկության հաջորդ օրը Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը դիմել է, որ խնդրում է արձանագրությունների պատճեններն է խնդրել։ Մենք փորձել ենք ապահովել տպարանով օրինակ, որ պատճենը անում, Տիկին Մելոյանը կհաստատի, որ կա անդամներով, որպեսզի վերջնական արձանագրությունը ոչ թե քաղվածքները, այն որ դուք, որտեղ այսինքն ծանոթանալ այն փաստաթղթի հետ, որը որ հիմք է ընդունվում ընտրությունների արդյունքների ամփոփման համար, որտեղ քաղվածքը չի հիմք ընդունվում, այնինչ հրապարակվում է, քաղվածքը դա հանրության իրազեկման համար է, այո, եւ այդ նպատակով, բայց ընտրության արդյունքների նպատակով օգտագործում է արձանագրություն եւ արձանագրությունները հնարավորություն չունենալով պատճենելու Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը արձանագրություն, եթե չեմ սխալվում, լուսանկարիչ է այդ այսինքն էլեկտրոնային տարբերակով իրենք բոլորը կրկնօրինակել տարել։ Շատ լավ են արել Ուժեղ Հայաստանը։ Ես ձեզ ընդամենը ասում եմ հետեւյալը, օրենսդրությամբ կա հրապարակված փաստաթուղթ, դեր երկու փաստաթղթերի միջև կա հակասություն, այդ հակասությունը փորձում ենք պարզաբանենք, հասկանանք որտեղից հակասություն, այդ հակասությունը փորձում ենք պարզաբանենք, հասկանանք որտեղից առաջացել է, որոնց ցույց է տալիս փաստաթղթի կազմը, որովհետև ես նշեցի 4 հատով, իրականում 50-ից ավել փոք կա, որտեղ քրեատիվություն քրեատիվմանի քրեատիվի մեջ է, որ գումարում եմ ընտրել։ Գումարի քանակը ավելի շատ է, մասնակիցների թիվը։ Սովորի, քան մասնակիցների թիվը, բայց ես հիմա դրան որպեսզի անդրադառնամ, կարողանամ հարցեր։ Դրան անդրադառնամ, որտեղ հաշվարկը որ կանեն, դրանից հետո անդրադառնամ։ Հիմա նայեք։ Կարող եմ ճշտել 255 եւ 256 որոշումներով ընտրատարածքային հանձնաժողովի որ որոշումն անվավել ճանաչել հանձնաժողովը։ Բանավորան, 255, 254 վիճակվել են դատարանում, կադրաբերաբերալ դատական այդ որոշումները որ որոշումներն անվավել ճանաչել։ Չեմ ասում ինչ են կարել դիգրել չեմ ասում իրավաչափ չի ասում որ որոշումներն անվավել ճանաչել։
համապատասխան դրդաստան անվավեր չի ճանաչել խնդրում եմ ճիշտ ներկայացրել վերանայվել են համապատասխան դրդաստանի ընտրական հանձնաժողովների որոշումները ման ինչ նշում համաները Համարը չի մասնային որոշումը Բաղ ո՞նց է որոշում նայել ասեն որոշում համարը Ասել Այո, դեռ ոչ ասեք որ որոշումն ավարտվել, վերանայվել, ազատ 48 մեկուսվածով Ուզում եմ տեսնամենտալ որոշում, ընտրությունների արդյունքները բաղեր ճանաչելու, որ վերանայել Կամորդի որոշում եք վերանայել, որտեղ այնտեղ հեղամի որոշում, խախտումները չեն ազդել արդյունքների վրա, դա վերանայել է, դա խախտում է։ Այդ ուզում եմ հասկանալ, որ անվավել եք ճանաչել ընտրության արդյունքները, դա որ որոշում է, վերանայման արդյունքում եք անվավել ճանաչել։ Անվավել վերանայվել են համապատասխան թիվ 10 ընտրատասկային ընտրական հանձնաժողովի հունիսի 11-ի որոշումը։ Ինչի մասը։ Որ հանձնաժողովների գրանց համաձայններում գրառումների վերաբերյալ եւ եկեք հիշենք, որ ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրատասկային ընտրական հանձնաժողովները ընտրությունների արդյունքներով որոշում չեն ընդունում։ Այս որոշումը որոշում եք վերանայել անվավել ճանաչել։ Այսինքն նեմոնինակ որոշում եք ընդունել, որ խախտումները չեն ազդել ընտրության արդյունքների վրա, կամ քննադատության արդյունքների վրա, հասկացանք, դա վերանայեցիք, ասիկ ունեցել են։ Բայց դրանից հետո որ ընտրության արդյունքներն եք անվավել ճանաչել եք երկու ընտրատեղ հավասարում։ Պետք է ինչ-որ որոշման վերանայման արդյունքում կայք չէ, դրա համար։ Որտեղ 48-ի մեկը ասում է դուք իրավունք ունեք վերանայել որոշումները։ Այո, 48-ի մեկի վերաբերյալ վարչական դատարանի որոշումները նայել երկու գործերով եւ համանախավոր հարցն է դրանից կազմակերպવાની հանձնաժողովի համար ոչ որոշման անվանումը չի փոխվել։ Ապական դատարան բարձր դատարան վերություն։ Բարձր դատարան այստեղ խնդիրը փոխվել չփոխվելու հարցը չի։ Այստեղ մենք երեք հատ ենք բարձրացրել։ Ասում ենք անկապ վարչական դատարանի որոշումից սահմանադրական դատարանը որպես դատարան իրավունք ունի գնահատել 48 ոդի սահմանադրի իրավական բնույթը եւ նորորի գնահատել արդյոք նրա սահմանադրի իրավական բնույթի շրջանակներում իրավունք ունի կենտրոնական ընտրական հանձնաժողովը անվավել ճանաչել անհատի վերցված տարածքում ընտրատեղամասում ընտրության արդյունքները։ Սա մեր բացատրած հարցերից մեկն է։ Եվ դրա համար ես ուզում եմ հասկանալ իրենց մեկնաբանությամբ որ որոշում են վերանայել, որովհետև ըստ էության թվում են արդեն 48-ի հոդվածի, որ ասում կարող է վերանայել որոշումները։ Ասեցինք, որ վերանայել են այն որոշումը, որ ասել արդյունքների վրա չի ազդում։ Հիմա մի հատ հետևյալ բարձր դատարան եթե թույլ կտա Մենք ունեցել ենք իրավիճակային կետրում, որ բոլոր ազգանները, բոլոր մամուլում գտած խախտումների կամ արտորենքով կանչում են արկել։ Ամենականչում իրավական գնահատական, կասկած ունենանք, որ իրավական գնահատական կրվելու է։ Իսկ իրավիճակում զինվորների հետ կապված խնդիրը երևույթին է, որ զինվորները, մեր զինվորները երկու տեղամասում Դեր կեսորից կամակրի շուտ։ Եկել է կվերակության։ Դրա դեպքում մի հանձնաժողովը, մի պիտի խոստովանեմ, որ հանձնաժողովի մի զգալի մասը Ներողություն, տարիքերի կապված գնահատումը տարիքով մի քիչ արագ է համոստել, որովհետև համարողը տեղամասական հանձնաժողովի երբեմն ստիպված լինելով, որովհետև Արտունակի ունեցող այսինքն տեղամասային դրական հանձնաժողովի անդամ լինելու արտունակի ունեցող այլ տեխնատուրներ չեն ունեցել։ Նշանակել է
Ուտեսակ ծոկով իրեց կաների եղեն համատքունցը դատան, ես ես նետան եղեն, դատերիքի Զինվորների եկել գրատության և ստեղծվել է մի բան, որ արդեն ուտին պակաս, զինվորները տեղամասի դրան դիմաց կանգնած է, այսքան է կարողս ասել է 15 մնտերներ, դրան դիմաց կանգնած է։ Եվ տեղամասային ինտրական հատվաժողում գրատահասային ինտրական հատվաժողում ասում են ինչ ան, զինվորները մգնում են ներս, այսեն կարող մգնում տեղամաս, մենք և մենք ապրում են իրենց գրակեն իրավունքը, կամ պիտի մեր զինվորները վրա, տեղամասի դուրը կողպել և ասենք տեղամասի դիմաց կանգնած։ Հիմա հարց։ Տեղամասի պատասխանատուները ձեզ երբ էին ասում, դուք դվարացիացին, տեղամասի պատասխանատուները ասում էին ինչ անեք, բայց ձեզ երբ են ասում։ Հետո էի հարցերում եմ ձեր կապան, շատ կոնկրետ վերջի հարցը։ Օրորյան, դա դեպքում երբ որ ասում եմ տեղամասի պատասխանատուները ասում են, ես նկատում եմ ուղղակի օգտագործում եմ խոսքը, որ դատարանի նախագահը ինձ է ներկայացնում։ Ես դա տեղամասի պատասխանատուների չեմ խոսում, ուղղակի դատարանի նախագահը, երբ որ ուտին պակաս Համել ասել որ կան զինվորներ ընտրողներ, որ կանգնած են դրսում։ Իմ արձագանքը կրկնում եմ եղել այն, որ ուտին ասում որ այն ընտրողները, ովքեր որ 20:00-ի դրությամբ հետևեն քարտի սենյակում, եւ ի հնարավորություն ունեն քարտին։ Կանցում եք ձերի տապասակի եղանքերով 4 դատավորի Յուս անց առաջին, ովքեր տողիկից ադում։ Ես մինուտներ երկրորդություններ կամ հարցստան։ Դա բարձրից գրասը երով տաքսին յուս։ Բայց ոսը դատարանները Հիմա, որքան ուշադրություն կդարձնենք ով է ահազանգել է զինվորների մասը։ Առաջին նյութը ուշադրության համար Յուրետ Ատոմյանի հրապարակումն է 8:26 րոպե։ 8:26 րոպե։ Երկրորդը հրապարակում ազատության ամսի 7-ին, որտեղ գրված է, որ այս երկու խնդիրներն կա, ասած զրույցը այլոք որն է հրապարակված։ Հիմա ինձ բացատրեք, ով է ահազանգել է հարցը ձեզ, եւ հետո հաջորդ հարցում է, ով է սրա մասին ձայնել որ ես խնդիրը։ 8:26 րոպեի հետո Լրագրողներն են գրել, ես այդ ժամանակ դատարան կալանքի միստրի նորություններ էր ամուսնալիս հեռախոսից մեջ, որ բոլորը բարձրացնում են, զինվորականները շարունակում են քվեարկել։ Ես իմ խոսքում ամբողջ Բրեգերը ահազանգել է, ավելի մեկ նույնիսկ ամսի 8-ին, երբ որ ասպիսից էին գրոդել այդ ժամանակ, նույնիսկ ասել որ այո խնդիր և խնդիր տիգնանք և գնահատել են որոշում կաց։ Մի տեսնեք խնդիր, այսինքն խնդիր չի եղել մեկ Ասել եք ուղղակիորեն, վերջնական ակտով, որ պիտի գնահատենք հաստատ իրավական իրականացանում։ Մի հատ հաստատություն է, տարածում ու գնահատենք։ Ինը օրինակ բոլորը նույնիսկ ակտիվան, որ ասորաշանա
Սա երկու ընտրատարածքային տեղամասային հանձնաժողովների անդամներն են։ Եմ որ ասում եք թվում ամենավոր, սրա համար է ասում, երկուսի հանձնաժողովի նշանակել եք։ Երկուսի հանձնաժողովի նախագահները խոսել են հանձնաժողովի, ինչ-որ միտումն խոսել են նախագահի հետ, կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ։ Խնդիր չի տեսել, բանքրատայնված որ այդտեղ պահանջել են, որ հանցս է տեղանց։ Այս գործընթացում, որ զինվորները մտել են և գնահատվել են, բհկ որևէ աշխարհների ունեցել է թե ոչ։ Այս իրավախախտման մեջ որևէ մեղավորության, որևէ ըստի աստիճան բհկ-ն ունեցել է թե ոչ, և հաջորդ կար գործողություն, որ բհկ-ն կարող է իրագործել, որը չի իրականացրել այս գործընթացների երկու տեղամասերում տեղի ունեցող իրավախախտումները կասեցնելու ուղղությամբ։ Ինչ կարող անել հավելյալ։ Հարցեր։ Ոնց ուզում եք ու այդ հանձնաժողովի անդամները բացի դրանից որ կրկնանախագահ, ինչպես դիտեք բհկ-ն չունի նշանակած անդամ որևէ ձևով, ինչքան էլ մենք մտենք դրական անդամների միջև, ամեն դեպքում բհկ-ն չի ունեցել հնարավորություն ավելի արհեստավար մասնակից նշանակի, ով կարողանար որպես հանձնաժողովի նախագահ խնդիրը լուծել։ Չի ունեցել անդամ, որտեղ ընտրական օրենքի 10 նշանակները կմաքսները և դատասների Դրած ներքում ձեր ներկայացրած մի դեպքում նախագահ քվեեցի կարողան է Հայաստան կմաքսունի մյուս ներքում այսինքն պատմությունից կատարածի դառնում հանձնաժողովիչների Ճիշտ է։ Դեպի իսկույն վերջի հասցեն մատակով իջավ։ Ասում բհկ նման իրավախախտման տեղի ունենալու հետ կապված, կամ խոչընդոտելու որևէ հնարավորություն ուներ, կամ մեղավորություն ունի չէ։ Այսինքն ինչ-որ տեղ կապելու, որ բհկ-ն ինչ-որ բան արել, որ Դու չկա համսակ տալիս ամեն Պատրաստը ես հասկանում ասինքն ինչ կապ ունի բհկ-ն, այս Կամ ջուրի ասպեցում։ Քիմիան հատկի հնարավորություններ ունեմ, թե… Հնարավորություն ունեմ, ջնասի հարցերը ճիշտ ասած։ Չէ, մենք այդ Մի 3 րոպեվա մեջ պետք է տեղավորվի։ Բարձր դատարան հաջորդ հարցը է տեղանա։ Նոր կարող է տպավորություն լինի, թե կրկնվում եմ, բայց հարցը է տեղանա։ Եթե 3 չեմ ասում, երկում դատարանասերում ամավորը չճանաչվի։ Ապրապերեք ուրիշ ասմավորարագետի։ Որևէ այլ միջամտության խնդիր, որ մենք ուղղորդել է բհկ-ին քվեարկել, որ այնտեղ ինչ-որ ձևով բհկ-ն ակտիվ է եղել, որ այդ զինվորները ուղղված բհկ-ը պետք է քվեարկի, նման տեղեկատվություն ունենք, իրականացնում ենք։ Դա տեղամասի քրագության օրինականություն դրանները այն արտոնականություն, որ կա դրանց համաձայն։ Այն բողոքներով, որը ինչեր են այդ քրագության ամսի 7-ից հետո և կենտրոնական հանձնաժողովը ամբողջ այդ բողոքներին կրել իրական գնահատական, այստեղ որևէ առնչություն չունի բհկ-ն։ Հարցը դատարանը կգնահատի, առնչություն չունի, ֆիքսեցիք այս հարցը, որ որևէ մեղավորություն, որ ուղղորդում է այդպես չունենք։ Հարցը դատարանը ես դեպքում այստեղում եթե ոնց ասկացել ժամանակը ինչ բան խաղում, ուղղակի խնդրեմ ինձ տվեք ընտրությունից հետո ինչքան ժամանակ եմ ունենալու։ Մոտավորապես 50 րոպե։ Միջում ինչեր ժամը 19 րոպե։